Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ինչ սպասել Հայաստանում։ Արդյոք Ռուսաստանը ավելի շատ ժամանակ կունենա Հարավային Կովկասով զբաղվելու, առավելապես իր դաշնակցով, թե իր դաշնակիցը իդեմս մեզ այնքան է հեռացել Ռուսաստանից, որ այլևս ոչինչ չի կարելի փոխել։ Նախ ես այդքան լավատես չէի լինի ռուս-ուկրաինականի մասով, այնտեղ առևտրի նոր փուլեր են լինելու եւ այդ մոտ 2 տասնյակ այսպես կետերի հետ կապված շատ մի շարք խնդրահարույց իրավիճակներ, սցենարներ են լինելու եւ այդ սցենարները զարգանալու են Ռուսաստան ԱՄՆ Եվրամիություն ֆորմատով, իսկ Եվրամիությունը ներկայացնելու այս բaragայում կոնկրետ Զելինսկուն։ Նու առնվազն կարծես 3 թե այսօր եմ կարդացել, ընդհանրապես ռուսական ակտիվների ապասառեցման եւ դրանց հետ որևէ գործողություն իրականացնելու տեսանկյունից Ֆրանսիան ունի իր մոտեցումներ, ասած մեկ ինքներս են որոշելու, ու հավանաբար դա փոքրիկ մեսիջ էր Միացյալ Նահանգներին։ Նու Թրամփը ինչպես միշտ էմոցիոնալ արձագանքելու։ Ես լավատես չեմ այն առումով, որ խնդիրները արագ են լուծվելու եւ Ռուսաստանի այսպես անգամ եթե պայմանագիր ստորագրեն կամ նախաստորագրեն կամ փորձեն գտնեն ինչ-որ կետեր դրա շուրջ ինչ-որ մի հատ համաձայնագիր ստորագրեն, որը հրադադար է ենթադրելու, ռուսական ուշադրության կենտրոնը այն ծավալով ինչ-որ միգուցե ակնկալվում է հայաստանյան ինչ-որ շրջանակների համար, այս կողմ չի գալու դեռևս։ Բայց այստեղ էլ են իրավիճակներ փոխվում, ու այդ իրավիճակները փոխում են ոչ հոգուտ ուժային բալանսի այն վիճակի, այն այսպես դասավորվածության, որը ռեգիոնը կարող էր կայունության ու տևական խաղաղության դաշտ մտցնել, հա։ Առնվազն չկա ռուսական ակտիվ ներգրավվածությունը որպես հակակշիռ, ու կապ չունի այստեղ Ռուսաստան անունն ենք դնում, Չինաստան անունն ենք դնում, թե մեկ այլ, ասենք Կանադա պայմանական անունը, ցանկացած խաղաղություն ու կայունություն կարող է իրողություն դառնալ միայն այն դեպքում, եթե կա ուժային բալանս։ Հիմա Հայաստանը էականորեն է խորացել այս նոր ձևավորվող ուժային սցենարների մեջ, թուրքական ակտիվության ֆորմատի մեջ, Միացյալ Նահանգների հետ փորձում են ինչ-որ պրոցեսների այսպես դրվագային ակտիվացումներ տալ, հենց առնվազն այսպես կոչված Սյունիքի հատվածում արագացված սահմանազատման ու սահմանագծման մասին խոսակցությունը դրա առանձին դրսևորումներից մեկն էր, հա, այսպես ասած, որովհետև արագ են փորձում սցենարները այնպես ձևակերպեն ու իրողություն դարձնեն, որպեսզի հետադարձ ճանապարհի հնարավորություն չունի, այսինքն անցնեն անդառնալիության կետը գեոպոլիտիկ իմաստով, հա։ Գործող վարչապետը, եթե անկեղծ ասեմ, իր եւ իր թիմի իրեն հանձն տրված շահերի սպասարկման տեսանկյունից դեռևս որևէ սխալ չի արել։ Այսինքն այն սցենարները, որ մշակել են իր մասով եւ ինքը իրականություն է փորձում դարձնել, այդ թվում նաեւ երբեմն նախընտրական փուլում ոչ հոգուտ իր ռեյտինգի, բայց ինքը գրամ առաջ է գնում։ Որ փուլում է հիմա։ Դժվար է այդպիսի փուլային դասակարգում անել, որ փուլում է, բայց ինստիտուցիոնալ այնպիսի այսպես հանգրվանի է հասել, որ դիմադրության ամենակարողունակ միավորը իդեմս հայ առաքելական եկեղեցու որոշակի ներքին տրանսֆորմացիաներ է ապրում, եւ ասեմ ձեզ, որ այստեղ խնդիրը միայն ներհայաստանյան օրակարգի հետ չի, որ կապված է։ Դա նաև կապված է արտաքին քաղաքական օրակարգի հետ եւ այս դրվագի մասով օրինակ հիշատակենք շաբաթներ առաջ Ռուսաստանից Եզրասրբազանի այսպես Ռուսաստանի ղեկավարի կողմից ընդունելությունը եւ պարգեւատրում ամենաբարձր այսպես շքանշանով դա նույնպես քաղաքական մեսիջ է։ Քաղաքական մեսիջներ կան նաեւ արևմտյան այսպես դիրքերից եւ այն մարդիկ, ովքեր կարծես թե ամիսներ առաջ հավատարմության սրբագույն երթում էին այսպես ներկայացնում հայոց եկեղեցուն եւ հոգեվոր հորը վայհապարին, այսօր ճամբարներ են փոխում եւ այդ ամեն ինչը իրականում նույնպես գեոպոլիտիկա է, որովհետեւ կրոնական համայնքների մեջ գլոբալ նույնպես կա մրցակցություն։ Հատկապես Մասյացյոտնի թեմի առաջնորդը, հա, երևի Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաեւ պաշտպանում էր փաստացի կաթողիկոսին, բայց ողջագուրվել է Փաշինյանի հետ, ընդունել է նրան շատ բարյացակամ եւ ինքն էլ Մեծ Բրիտանիայի ուրեմն քոլեջներից մեկի ուսանող էր։ Ես չի ասի քոլեջներից մեկի, քոլեջներով ինքը սկսել է իր կրթական գործունեությունը, ավարտել է տեխնացուական, իսկ իրենց բaragայում դոկտորական ատենախոսություն պաշտպանելով, այսինքն մենք չենք ֆիքսում այդ փաստի վրա, բայց այդ փաստը հաշվի ենք առնում։ Մենք կարող ենք եւս մի շարք սրբազանների կենսագրությունները հետազոտել ու փորձել հասկանալ, թե ինչ շրջանակի շփումների հնարավորություն են ունեցել ժամանակին։ Աստված միան ասե, ես որևէ մեկին իր կրթական ցենզի մասով այսպես դավադրապաշտական սցենարների մեջ չեմ մտցնում, բայց ակնհայտ է եւ տեսանելի, որ գլոբալ եկեղեցական հանրույթը դա նույնպես գեոպոլիտիկա է։
կան կրոններ եւ կան հավատքներ, հա։ Մենք թե հավատքի կրող ենք քրիստոնեական, թե դա մեր կրոնական ուղղվածությունն է, ուղղափառ առաքելական, եւ պայքարը նաեւ կա այդ դաշտում։ Եվ այո, հոգևոր հայրերը, հոգևոր սպասավորները, այդ թվում նաև ամենաբարձր մակարդակի կարող են ամենատարբեր ուժային կենտրոնների, ուժային բալանսների մեջ դերակատարներ լինել, նախաձեռնողներ լինել, աջակիցներ լինել եւ այլն։ Եպիսկոպոսատ ժողովին, որ այսօր է տեղի ունեցել, հենց դա են քննարկել ըստ ձեզ։ Կարծում եմ քննարկել են առանձին սրբազանների վարք, անհատական վարքի հետ կապված, տեսանյութերի մասով եւ հրապարակային վարքի հետ կապված, որը տրանսֆորմացվել է վերջին մի քանի իրադարձությունների ժամանակ, մասնավորապես որոշ պատարակների ժամանակ, երբ որ սրբազանները այսպես սկզբում աջակից լինելով մեր Սուրբ եկեղեցուն, հետո կարծես թե մեջքով են կանել։ Հավանաբար եկեղեցական հանրույթը ինչ որ լուծումներ կգտնի, բայց կարծում եմ այդ լուծումները լավագույնս չեն լինելու եւ մեր մոտ տուրբուլենտության փուլը այս մասով շարունակվելու է։ Գործող վարչապետը մեծագույն հավանականությամբ նպատակ ունի մինչև նոր տարի փոփոխություն մտցնի եկեղեցու այսպես կառուցվածքում եւ կառավարելի հոգեվոր հայրեր ունենա, որովհետեւ դա իր համար անհատապես քաղաքական իմաստով եւ գեոպոլիտիկ կենտրոնների տեսանկյունից իրեն պատվիրակված շահերի տեսանկյունից շատ կարեւոր է։ Իզուր չի, որ ինքը բոլոր այս քաղաքական բանտարկյալների հետ կապված այսպես ներհասարակական տերորի եւ ուժի անհամաչափ կիրառումների տեսանկյունից, ատելության խոսքի տարածման տեսանկյունից որևէ սանկցիայի չի ենթարկվում արևմտյան որևէ միջազգային կազմակերպության, այսպես հասարակական կազմակերպությունների, տարբեր տիպի ցանցային միավորների կողմից, այնինչ այդ նույն ցանցային միավորները, այդ նույն Եվրամիությունը, նույն հասարակական տարբեր կազմակերպություններ Հայաստանում մի ծառ էր կտրվում մինչև 18 թվականը, նրանք ռեզոլյուցիաներ էին ընդունում։ Ակնհայտ է, որ մենք գործ ունենք ոչ թե ազնվության, դեմոկրատիայի, օրենքի իշխանության, այսպես միաչափության, հա, այլ մենք գործ ունենք գեոպոլիտիկ շահերի մասով, այսինքն ինքը մեր այսպես դրածոնա, ինքը կարող է իրեն թույլ տալ գրեթե ամեն ինչ։ Այդ առումով ինչպես է գնահատում Բրիան Նաթոդի հայտարարությունը, հիմա կասեմ ով է նա, նոյեմբերի 20-ին Ատլանտյան խորհուրդը Եվրասիական կենտրոնի հետ համատեղ քննարկում է անցկացրել եւ այդ քննարկմանը ելույթ ունեցողների թվում նաեւ Եվրասիական կենտրոնի ներկայացուցիչ Սունտիկինն է եղել, ով ասել է. Հայաստանը թուրքական պետությունների կազմակերպության բացակայող մասն է։ Ատլանտյան խորհուրդը Ամերիկայում բավական կարևոր հարթակ է քննարկումների, քաղաքական պլանավորումների մասով, այդպիսի հարթակներ կան ինչպես Չինաստանում, այդպես էլ Ռուսաստանում։ Ձեր նշած տիկինը բաց, առանց որևէ դիվանագիտական ձևակերպման, տեքստով ասել է այն ինչ որ կա քարտեզի վրա արդեն, որովհետև իրենց պրոյեկտները ռեգիոնալ պրոցեսների ռեգիոնում թուրքական եւ միգուցե ամերիկյան եւ արևմտյան ազդեցության ավելացման տեսանկյունից տեղավորվում են պանթուրքիզմի մեջ եւ իզուր չի, որ վերջին ամիսներին շատ ակտիվորեն պանթուրքիստական արդեն քաղաքակրթական տարբեր տիպի դրսևորումներ, մասնավորապես քարտեզներ, ռեգիոնալ մեծ քարտեզներ եւ այլն հանրայնացնում են որպես այսինքն հարավային Կովկասի հատվածը եւ Միջին Ասիայի հատվածը որպես Թուրքեստան, այսպիսի ձևակերպամբ։ Այո, իրենք ակնկալում են, որ հարավային ամբողջ հատվածը հայտնվելու է ապառուսաֆիկացման վիճակում, այսինքն այդ բոլոր միջանցքները, այդ կոմունիկացիոն հանգույցները, Հայաստանի նման պետությունների այսպես կազմակերպման process-ները կամ ստրկացումը, հա, որ այս պահի դրությամբ օպերատիվ փուլով իրականանում է, իրենց մեծ գլոբալ ռազմավարության մեջ են մտնում։ Այդ ռազմավարությունը նոր չի է։ Ռազմավարությունը դեռևս երկբևեռ աշխարհի իրողությունների ներքո էր այսպես իրացվում, երբ որ փորձում էին անակոնդայի կոչված, այսպես ասած, ռազմավարությամբ Ռուսաստանը ու Խորհրդային Միությունը այսպես շրջափակել, հետագայում ճնշել եւ այլն, սա դրա դրվագներից մեկն է։ Ռուս-ուկրաինական պատերազմին վերադառնալով վերջերս բացահայտվեց, որ Ադրբեջանը գաղտնի կերպով նույն ռուսական կործանիչները ուրեմն վաճառել է Ուկրաինային, ինչպես նաև գազի մատակարարումներ է իրականացրել։ Հակամարտության լուծումը այսպես թե այնպես մի օր կարծում եմ կհամաձայնեք լինելու է ռուս-ուկրաինական հողի վրա։ Ինչ է փոխվելու ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններում գեոպոլիտիկային փակուղին, որ ձևավորվել է Ռուսաստանի շուրջ եւ Ադրբեջանի դերակատարումը այդ առումով բավական մեծացավ, Ալիևին հավելյալ ինքնավստահություն է տվել,
գումարած որ կա Հայաստանի մոտեցումները, այսինքն Հայաստանը լիովին ու ամբողջությամբ ենթարկում է ադրբեջանական թուրքական քաղաքականություն, այսինքն Ալիևը դերակատար է դարձել այնտեղ, որտեղ ինքը սովորաբար չի եղել այդպիսի դերակատար։ Շատ պարզ ասեմ, մինչև 18 թվականը անգամ սահմանային միջադեպերի հետ կապված Բաքուն հենց այսպես վիզը ծռած վիճակով էր ռուսների հետ խոսում, հենց բառի զբուն իմաստով վիզը ծռած վիճակով։ Իրավիճակը փոխվեց։ Այդ վիզը ծռած վիճակի ես կենցաղային ձևակերպում եմ ինձ թույլ տալիս։ Կար հստակ դիվանագիտական հարգանք եւ այլն, բայց չկար հավելյալ ամբիցիոզություն եւ հավելյալ ինքնավստահություն, որը հիմա կա։ Որքան էլ տեղի ունեցավ հանդիպում, կարծեմ միջինասիական երկրներից մեկում հանդիպեցին, երկու բառ փոխանակեցին, խոսեցին այն կջրոտ կողմերի վերաբերյալ, բայց ադրբեջանական կողմը առանձնապես կարծես թե նպատակ չունի էականորեն խորացնել ռուսների հետ իրենց հարաբերությունները, գումարած որ արդեն ակնհայտ է որ Ադրբեջանի շահերը դրանք էականորեն տարբերվում են ռուսական շահերից։ Գուցե խորացնել չունի, բայց վատ թարացնել Չկարելի է նեյտրալ դերական ինչ որ միջակայքում հարաբերվել ռուսների հետ ու ոչ ավելին։ Սակայն ագրեսիվ կերպով սեփական ազգային շահերը առաջ մղել, որովհետև հարավային Կովկասում էլ, Կենտրոնական Ասիայում էլ ռուսական ներգրավվածությունը այս փուլում եւ ոչ միայն այս փուլում, որովհետև ռուսները այսպես մեծ հաշվով արևմտյան աշխարհի մասով իրենք իզոլյացիայի մեջ են։ Մի շարք process-ներ կան, որտեղ իրենք ներգրաված չեն։ Կան առանձին process-ներ, որտեղ չինացիներն են ներգրաված դրանց փոխարեն, հա, բայց այդ չի նշանակում որ ռուսները չեն կարող ներգրավել եւ այդ չի նշանակում որ ռուսները անհրաժեշտ ուժեղ չեն։ Ուղղակի այստեղ կա հստակ առաջնահերթությունների տարանջատում։ Միգուցե Ուկրաինայի հարցը կլուծենք, կվերադառնանք ձեզ։ Այլ հարցը թե վերադարձի արդյունքում ռուսները ինչ գին կվճարեն եւ այդ գինը ումից կստանան, թե Ադրբեջանից միգուցե, թե Հայաստանից եւ այլն։ Բայց դրա համար տարիներ են պետք։ Իսկ այս ընթացքում գեոպոլիտիկան այս ռեգիոնում զարգանալու է, որովհետեւ մեկը չի նստելու սպասել ռուսներին, թե ռուսները ինչ ակտիվություն են ցուցաբերելու եւ այլն եւ այլն, հա։ Ադրբեջանը կարծում եմ պետք է շատ զգույշ առաջ գնա, որովհետեւ ռուսները բավական լավ հիշողություն ունեն ու իրանք այն ինչ որ կորցնում են, հետո հետ են գալիս, դրա փոխարեն մեկի փոխարեն 5-ն էլ տանում են։ Բայց մենք չի որ Ադրբեջանը ղեկավարությունը պետք է խորհուրդ տանք, մենք ավելի լավ կանենք մեր պետությունը փորձենք փրկել այս գեոպոլիտիկ խառնաշփոթի մեջ։ Ակնհայտ է թե ռուս-ուկրաինական հակամարտությունում Թրամփը որ կողմին է նախանշել որպես ուժեղ կողմ, գոնե այս էտապում։ Նա հայտարարում էր, որ Ռուսաստանը, ուրեմն Ուկրաինան իդեմս կամ ի հակառակ Ռուսաստանի խաղակարգ չունի։ Հիմա եթե հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում որևէ մի այլ սցենարի պարագայում մենք բարդության առաջ կանգնենք, արդյոք Փաշինյանի հետ հանդիպմանը Թրամփը նույն խոսքերն է կրկնելու, որ you don't have a cards։ Նախ կոնֆլիկտների էությունը, դրանց ժամանակագրությունը, դրանց ռազմատեխնիկական ու քաղաքական կոնտեքստը, լիդերների վարքաբանությունը տարբեր են։ Հայաստանում նպատակադրված դավադիր պատերազմը տեղի ունեցել, որի նպատակը եղել է Արցախի հանձնումը, գեոպոլիտիկ ենթատեքստով Ռուսաստանի ռեգիոնից դուրս մղել։ Ուկրաինայում իրավիճակը քիչ այլ էր։ Ռուսաստանի մաշեցման process-ներ։ Գիտեք, տարիներ առաջ Ժիրինովսկին ասեցի մի մարգարեական բառեր ասեց, եթե մենք շատ կարճ ժամանակում Ուկրաինան չգրավենք, Կիևը չգրավենք, ապա մենք ճահճի մեջ կխրվենք։ Ու կարծես թե ինքը սխալ չէր։ Սանկցիաների պայմաններում Ռուսաստանի համար դժվար է, բայց անհասանելի չի։ Ռուսական այսպիսի մի ձևակերպում կա հայերենական պատերազմի ֆիլմներից Մզացնոյնի պաստային։ Եթե իրենք արժև այդ խնդիրը դրել են, իրանք են գինը վճարելու, իրանք լավ գիտեն, ինչ գին էին պատրաստ վճարելու եւ այլն, գնացեք Ռուսաստան, տեսեք վերաբերմունքը ինչպիսին է, մեծ հաշվով, հա։ Հայ-ադրբեջանականի պարագայում ընդհանրապես ցավալիորեն ասեմ, որ Հայաստանը զրկված է, ընդ որում ինքն է սեփական, այսպես ջանքերով զրկել սուբյեկտայնության էլեմենտից ինքն իրեն եւ փորձում է ընդհանուր հոսանքի շրջանակներում ինչ որ process-ների մեջ ներգրավվածություն ունենալ, որովհետեւ երբ որ Հայաստանի գործող ղեկավարը տարբեր կոնֆերանսների ժամանակ իր ելույթներում խոսում է գեոպոլիտիկ process-ներից, իրականությունը գալիս է սրբագրում, մենք տեսնում ենք, որ ավելի շատ այստեղ պոպուլիզմ է բնականաբար, հա։ Իսկ Ալիևը շատ խելացի, շատ հավասարակշռված է հարցերին մոտենում, գոնե այս հատվածի մասով, գրամ վերցնում է այն ինչ որ իրան պետք է ու ընդ որում անհատապես չի վերցնում, փորձում է այն ինչի պահանջը ինքը ունի լեգիտիմացնել երրորդ, չորրորդ կողմերի միջոցով եւ դրա վառ դրսեւորումը Թրամփի հետ իր հարաբերությունները Թրամփի միջոցով լեգիտիմացնելն է ու իզուր չի որ իհարկե այստեղ Փաշինյանին հուշել է որ պետքա գնալ Ատլանտիկայի այն կողմ
եւ այնտեղ խնդիրները լուծել ու խնդիրները չլուծել, ներգրավել process-ի մասին, խոսքը այսպես Թրամփի հետ ուղի process-ի մասին է, որը գեոպոլիտիկ բովանդակություն ունի առաջի հերթին։ Այստեղ Հայաստանը, գիտեք, ԿՊՊ ունեցող, տեխնիկական ԿՊՊ ունեցող պետության կարգավիճակ է ստանալու։ Ու ասեմ ձեզ, որ Ալիևը շարունակելու է մնացած կետերի շուրջ էլ Հայաստանի հետ այսպես առևտուր անել ու շտապեցնել, որովհետև ինքը դրա ընդհանրապես իր համար սա գործիք է։ Պատերազմի մասին այստեղ իհարկե խոսք չկա, որովհետև Ալիևը խաղաղ է կարողանում վերցնել ինչ որ իր արժև դրած է, այ հենց այստեղ է կարևոր միջնորդի բացակայությունը, իսկ Թրամփը միջնորդ չի այս պարագայում։ Թրամփը ընդհանրապես ներկա է եղել, իսկ տարածք է տվել, որպեսզի երկուսով թուղթ ստորագրել։ Չնայած հայկական կողմը միշտ հողումներ անում, միջնորդի բացակայությունը ստեղծում է այնպես իրավիճակ, երբ որ մի կողմի հաշվին մյուս կողմը իր ազդեցությունն ու էքսպանսիոնիստական ռեսուրսները ավելացնում։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի օգնականին Հիկմետ Հաջիևին, վերջինս էլ ուղերձ է հղել հայ հասարակությանը հենց մեր հայրենակիցների միջոցով։ Ուղերձում մասնավորապես այն ինչ որ փոխանցեց մեզ բանագնացը, ասված է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը իրենց համար այլևս ավարտված է, չկա, իրենք ուզում են, որ այս չպատերազմի վիճակի վրա կառուցեն խաղաղություն եւ ցանկանում են Հայաստանի հետ համապարփակ երկարաժամկետ խաղաղություն կառուցել։ Որքան հավատալ այս ուղերձին, մեկ եւ երկրորդը այս վերջին 30 տարիների ընթացքում շատ նմանատիպ հանդիպումներ են եղել տարբեր քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, ինչով էր այս մեկը առանձնանում։ Ընդհանրապես երևի նկատեցիք, երբ որ դուք ասացիք Հայաստանի հասարակության ներկայացուցիչը, ես մի թեթև ժպտացի, ժպիտը շատ երկար ժամանակագրություն ենթադրող process-ների գնահատական էր։ 98 թվականից ի վեր Հայաստանում ձևավորվել են այն ժամանակվա էլիտայի հիմնականում երիտասարդ երեխաների նախաձեռնողականությամբ, հիմնականում արևմուտքի դրամաշնորհային ապահովումներով տարբեր տիպի ՀԿ-ներ, որոնք հետո ստեղծեցին քաղաքացիական հասարակական ինչ-որ շրջանակներ, ում նպատակը գիտեք որն էր 99%-ով Արցախի հանձնման նարատիվների ստեղծումը, փափուկ ուժի միջոցով ուղեղի լվացումը, այն Լիսաբոնի գագաթաժողովի բանաձևի իրացումը եւ այլն, հա։ Բայց փափուկ ուժով չստացվեց։ Փափուկ ուժով շատ կարևոր բաներ ստացվեց, ինչ որ կոշտ ուժով չստացվի, այն երբ որ մարդիկ դուրս չեն գալիս փողոց նոյեմբերի 9-ին կամ այդքան մարդեր դուրս եկել, փափուկ ուժի արդյունքն էր։ Եվ մինչև էդ էլ եւ դրանից հետո էլ եւ այլն։ Հասարակության ուղեղի լվացումը դա ինստիտուցիոնալ կարևորագույն մանիպուլատիվ գործիքակազմ է, որը արևմուտքում մասնագիտական հետազոտական խմբեր եւ ինստիտուտներ են դրանով զբաղվում ու դա անում են շատ պրոֆեսիոնալ կերպով։ Անկամ պատերազմի իմիտացիոն վիճակը այն իմաստով որ իմիտացիա որ դա հանձնելու պատերազմ էր, որի մասին բանակը նկատում զինվորությունը միջին սպայական ազնագազմը բացարձակ տեղյակ չէր, բայց այդ ամենը կուլ գնաց, չէ՞։ Մարդիկ ընդունեցին, որ փաստացիորեն Արցախը իրենց կարծես թե այդքան էլ կարևորություն չունի իրենց համար եւ այլ հենց այստեղ աշխատեց այդ փափուկ ուժը։ Այդ այն նույն մարդիկ են, ովքեր տասնամյակներ դրամաշնորհներ են ստացել, հարյուրավոր, հազարավոր դոլարներ անհատապես եւ տասնյակ միլիոնավոր դոլարներ առնվազն 2.5 տասնամյակի ընթացքում, հա։ Մենք այդ բոլորի ցուցակներն ենք մարդկանց գիտեք, իդեպ ասեմ իրենք շատ թափանցիկ էին աշխատում։ Այն արցախցիների մասին կեղծ նարատիվները, հայաստանցի արցախցի այդ արհեստական հակադրությունների թեզերը ինչի համար ուղղել լվալու համար էր։ Հիմա իրենք գնացին հիմնական իրենց ֆինանսական հովանավոր կողմին հետ հանդիպմանը ու ես չեմ զլանում որ այդպես փաստացիորեն այդպես է եղել, հա։ Ադրբեջանը բազմաթիվ հիմնադրամներ է ստեղծել, Ադրբեջանը եւ Թուրքիան, որտեղ որևէ ադրբեջանցիներ չեն եղել եվրոպական մայրաքաղաքներում, տարբեր տիպի կանանց եւ ժողովրդավարության, այսպես տոլերանտության անունների ներքո հայկական ուսանողները, երիտասարդները, գիտնականները, տարբեր մարդիկ, մի մասը ինֆանտիլ, մի մասը ռոմանտիկ, մի մասը դավադիր ճանապարհով փող աշխատելու մոլուսկով գնում էին, այդ ամենի կրողն էին դառնում, գալիս են այստեղ, ՀԿ-ները էին բացում, սկսում են մարդկանց ուղեղը լվալ։ Լավ չի, որ պետությունը այլընտրանք չէր ստեղծում։ Այդ էլ է պետք հիշել, հա, որտեղ եթե պետությունը այլընտրանք ստեղծեր, չէին գնա, բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք։ Իհարկե, Բաքվի խոսնակների հավաքածու էր, մի մասին անհատապես ճանաչում եմ, երբեք գաղտնի չեն աշխատել, մարդիկ բաց, օրը ցերեկով ասում են, որ այսպես։ Երբ որ դու չունես միջնորդ բանակցային process-ում, որևէ բանակցային process-ում, եւ այդտեղ կա ուժային կտրուկ դիսբալանս ոչ հոգուտ քեզ,
ուժերի կողմից խաղաղության խոսակցությունները դրանք միֆեր են, որովհետև ինքը սկսելով փափուկ գործիքների, տնտեսության, դեմոգրաֆիայի, մշակութային էքսպանսիայի եւ այլնի միջոցով քեզ կուլ տալ, հասկանում եք։ Աշխարհը վաղուց այդ բոլոր դեղատոմսերը հնարել է, այդ դեղատոմսերը գրել է, տպել է, բաժանել է, կան տաղանդավոր հեղինակներ, ովքեր այդ ամենի մասին խոսել են։ Կան որոշ մարդիկ, որ դրանք կարդացել են, հա, ու հասկանում են այդ ամենի մասին։ Եվ կան ինչ-որ խոսնակներ, ովքեր օտարի օրակարգը բերում են Հայաստան, խոսում են ադրբեջանցու Թուրքի հետ խաղաղություն ապրելու մասին եւ այլն եւ այլն։ Այո, իհարկե խաղաղություն պետք է։ Առնվազն տգետը կարող է խաղաղություն չցանկանալ կամ այսպես հոգեկան խնդիրներ ունեցողները, բայց ինչ գնով եւ ինչ պայմաններով ստրկանալու, հարճ դառնալու, միջոց դառնալու, գործիք դառնալու գնով պետության, որևէ պետության այդ խաղաղության գնալը դա կարծում եմ ինքնասպանություն է։ Հայաստանը հիմա հենց այդ process-ի մեջ է։ Շնորհակալ եմ շատ։